Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս եւ բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր Սուրճը կա, սերը կա, մենք սկսում ենք մեր առավոտյան ուղիղ եթերը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը եւ մեր գործընկերներն են ապակուծային կողմ, ովքեր ապահովում են մեր անխափան եթերը։ Ձեզ հետ միասին կանցկացնենք 1.5 ուրախ ժամ, ձեզ փոխանցելով դրական լիցքեր, բարձր տրամադրություն, այո, սուրճ ու սերը կա, նաեւ անպակաս է անձրևը եւ խցանումներն առավոտից։ Այսօր ես փոխել եմ իմ ազգանունը։ Եվ Մարինա Իսակովա։ Մարինան միշտ 59 րոպե Իսակովի պողոտայում կոնկրետ ժամանակացույցի է հետևում, թե երբ տանից դուրս գա, որպեսզի հանկարծ չուշանա, եւ այսօր մի քանի կաթիլ անձրևը փաստորեն խախտել էր բոլոր պլանները։ Եւ վթարը, երկու վթար կար Իսակովի պողոտայի վրա։ Ես այսօր դուրս եմ եկել ավելի վաղ, քան դուրս եմ գալիս սովորաբար տնից, 7:35 րոպե ընդհանրապես, եւ Իսակովի պողոտայից դուրս եմ եկել մոտավորապես 8:55-ին։ Ահա, սիրելի վարորդներ, ուղևորներ, ովքեր անցնում են ծանրաբեռնված փողոցներով, զինվեք համբերությամբ, մենք րոպեներ անց իհարկե կթարմացնենք տեղեկատվությունը, թե որ փողոցներում է երթևեկությունը ծանրաբեռնված, եւ ընդհանուր առմամբ եթերաժամի մեկնարկին մենք ձեզ հետ կիսվում ենք այն կարևոր տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է օրը պլանավորելիս, տանից դուրս գալուց առաջ, եղանակի տեսություն, տարադրամի փոխարժեք, հանրապետությունում ճանապարհների իրավիճակ եւ բնականաբար մայրաքաղաքային խցանումներ։ Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր արդեն միացել են մեզ առավոտից եւ իհարկե բոլոր այն վարորդներին, ովքեր այս պահին խցանման մեջ են, ձեզ համբերություն, պետք է լսել լավ երաժշտություն, որպեսզի ոչ եղանակը եւ ոչ խցանումները չանդրադառնան մեր տրամադրության վրա, ինչն էլ մենք ապահովում ենք նաեւ մեր ամբողջ հաղորդման ընթացքում։ Այո, միայն հիշեցնենք, որ մեզ կարող եք նաեւ Facebook-ում դիտել, ոչ միայն տեսնել, ոչ միայն լսել, արդեն պետք է հակառակ ասենք, չէ՞, ոչ միայն տեսնել, այլև լսել 107.7 հաճախականությունը Երևանում, իսկ Facebook-ում ամբողջ աշխարհում նույնն է հասցեն Հայաստանի հանրային ռադիո, մուտք գործեք եւ հետեւեք մեր լայվին, չմոռանանք նաեւ ուղիղ հեռախոսակապի մասին։ Այո, 553702 սա մեր ուղիղ հեռախոսակապի համարն է, որը հասանելի է լինելու ամբողջ եթերի ընթացքում, այնպես որ սպասում ենք ձեր զանգերին։ Բարի լույս։
Առավոտից։ 9:35 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, այսօր ապրիլի 2-ն է, չորեքշաբթի, աշխատանքային շաբաթը կիսվեց եւ նաեւ չնկատեցինք, որ մեկնարկեց գարնան երկրորդ ամիսը։ Այո։ Թեև հիմա ավելի այսպես մարտին բնորոշ եղանակ է եւ հենց եղանակից էլ այս պահին Մարինա արի խոսենք հանրապետության տարածքում այսօր շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, վաղը նաեւ ամպրոպ, քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-ից 3 նիշով, մայրաքաղաքում այսօր եւս կարճատև անձրև է սպասվում, բավականին մռայլ է եղանակը, ցերեկը +18, երեկոյան +12, իսկ գիշերը +11։ Տեսնենք այս պահին ինչքան է ցույց տալիս, 14 է եւ անպամած։ Անպամած է, բայց մենք շատ լավ տրամադրությամբ ենք եւ շարժվում ենք առաջ ու նաեւ ձեզ տեղեկություն հայտնում Հայաստանի ավտոճանապարհների մասին։ Վերջին ժամի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի է, եկեք չխոսենք Ամբերդի մասին, որովհետեւ նորոգման աշխատանքներով պայմանավորված ճանապարհը փակ է, իսկ Ստեփան-Ցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, դեռևս մեզ հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով։ Վերադառնանք մայրաքաղաք, այստեղ ծանրաբեռնված երթևեկության փողոցները բավականին շատ են, ինչպես Մարինան արդեն սեփական մաշկի վրա զգացել էր վաղ առավոտյան 7 է խցանումային նիշը, Մարինա, ինձ պետք է օգնես այս բազմազան փողոցների մեջ թվարկել, սկսենք հանրապետության հրապարակից դուրս եկող հատվածը դեպի Տիգրան Մեծ, Տիգրան Մեծը շարժվող դեպի հրապարակ, հրապարակից գնացողը դեպի Ամիրյան, չափազանց այսպես ծանրաբեռնված են, Սայաթնովա Պողոտան դեպի օպերայի հատված շարժվող, օպերայից բարձրացողը դեպի Մատենադարան, Կորյունի փողոցը երկկողմանի, Կորյունին զուգահեռ այստեղ Տերյան փողոցը, Սարալանջը, ինչպես միշտ, Նաև Տիգրան Մեծի Պողոտան այս պահին երկկողմանի դժվար անցանելի է, եթե հնարավորություն ունեք շրջանցելու, ապա շրջանցեք, նաև դժվար անցանելի է Սևանի փողոցը։ Այստեղ Բրազիլիայի հրապարակից իջնող Հրազդան մարզադաշտի մոտով դեպի Արարատ կոնյակի գործարան բավականին ծանրաբեռնված է, կենտրոնական ավտոկայանի մոտ եւս երթևեկությունը ծանրաբեռնված է, սա Իսակովի Պողոտան է, որտեղով Մարինան ամեն օր անցնում է։ Այո։ Գանք Սախարովի հրապարակ, Վարդանանց հիվանդանոցից շարժվող հատվածը դեպի Սախարով, Սախարովից բարձրացողը դեպի Նալբանդյան, Արմենակյանը եւս դժվար անցանելի է, նաեւ Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, եթե կարող եք շրջանցեք։ Այնպես որ մի փոքրիկ այսպես անձրևի եւ մռայլ եղանակի պատճառով երևանցիներս գիտենք, արդեն քաղաքը միանգամից ծանրաբեռնված երթևեկություն է ունենում, այնպես որ զինվեք իսկապես համբերությամբ, միացեք մեզ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսը համարն է, եթե այսպես շատ կանգնած խցանում եք կամ կայանել եք, կարող եք մեզ զանգել, ինչու՞ չէ նաև հիմա իմանալ թե տարադրամի փոխարժեքը ինչքան է։ Այո, եւ հիմա դեռ 7 նիշ է ցույց տալիս խցանումների աստիճանը, բայց 2 օր առաջ 9 նիշ էր այս ժամին, այնպես որ սա դեռ այդքան էլ խցանված չի։ Սրանք դեռ ծաղկաթերթեր են։ Այո։ Ինչ վերաբերում է տարադրամի փոխարժեքին, ապա ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 391 դրամ 1 լումա է, եվրոինը 422 դրամ 27 լումա, ռուբլունը 4 դրամ 4 լումա։ Եվ այս թեմաներից այսպես կտրուկ անցնենք, չէ, օրացուցային այսօրվա կարևոր թեմային, աշխարհում այսօր նշում են մանկական գրքի միջազգային օրը եւ բնականաբար մենք չենք կարող չանդրադառնալ այս հետաքրքիր եւ կարևոր տոնին, ինչու ոչ, եւ հետաքրքիր է նաեւ փաստել, որ պատահաբար չի ընտրվել այսօրը, քանի որ հենց ապրիլի 2-ին է ծնվել ամենահայտնի, չէ, մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենը։ Այո, եւ հենց նրա ծննդյան օրվա առթիվ էլ այսպես տոնը դարձել է եւ այսօր փաստորեն շատ գրքեր հրատարակվում են հատուկ մանուկների համար, տարբեր նկարազարդումներով։ Ճիշտ է, ես եւ Սևակը երեխաներ չունենք եւ կարելի ասել մի քիչ հետ ենք այդ մանկական տրենդներից, որովհետեւ կան ինչ-որ տարբեր գրքեր, որոնք խոսում են, որոնց մասին ծնողները իրար խորհուրդ են տալիս, ասում են իմ բալիկը էս գիրքն է շատ հավանում, մենք վերջին շրջանում սա ենք կարդում։ Ես ու Սևակը շատ ասելիք չունենք այդ թեմայով, բայց վստահ ենք, որ դուք ունեք առանձնացրած գրքեր, սիրելի գրքեր, որոնք են ձեր երեխաները սիրում, որոնք այնքան էլ ոչ։ Այսօր
կքննարկենք հենց այդ թեման։ Կարող եք նաև մեր Facebook-յան live-ի մեկնաբանություններում գրել թե ձեր մանկության սիրելի գրքերը եւ եթե այսօր ծնող եք նաև ձեր երեխաների սիրելի գրքերը, ամեն դեպքում Մարինա ինչքան էլ այսպես խորապես սուզված չենք այս թեմայի մեջ, ամեն դեպքում գրախանութ մտնելիս հատկապես մանկական գրքերի հատվածը հիմա շատ գրավիչ է, հաստ կազմով, փափուկ, այսպես գունավոր, երգող գրքեր, պարող գրքեր, ինտերակտիվ գրքեր, այսինքն ժամանակները իսկապես փոխվում են, բովանդակությունը իհարկե միշտ առաջնային է, բայց այսօրվա երեխաներին այս գadgetներից, չէ, պլանշետներից այն կողմ գրքերը, եթե ուզում ենք որ հետաքրքրեն, դրանք պետք է լինեն չափազանց գրավիչ նաև իրենց արտաքին տեսքով։ Իհարկե, ես քեզ հետ համաձայն եմ, դա շատ կարևոր է ու ասացիր, հիշեցի, որ դպրոցական տարիքում գնում էինք գրադարան մոտակա եւ ձեռք էինք բերում պատրված գրքեր, ոչ այնքան գրավիչ կազմով եւ բնականաբար ոչ այնքան գրավիչ թերթերով եւ ստիպված մենք այդ ամենը կարդում էինք ու հետո էլի պետք է վերադարձնեինք գրադարան, իսկ հիմա գրախանութներում շատ գեղեցիկ կազմերով գրքեր են, որոնք այսպես կանչում են, ուզում ես կարդալ։ Իդեպ այդ գրքերը ինտերակտիվ են նաև այն տեսանկյունից, որ հնարավոր է QR սկանավորել եւ օրինակ լսել երաժշտություն կամ գրքից մի հատված այսպես մուլտֆիլմի ձևով տեսնել, բալետից հատված, այո, Մարինա ասացիր մանկական գրքեր, օրինակ ինձ մոտ կարծում քեզ մոտ էլ առաջին տպավորված գիրքը Թումանյանի հեքիաթների այն հայտնի, այսպես մի քիչ սև կազմով, որի վրա թագավորն է նստած, չէ, այսպես միանգամից տանում է մանկություն եւ միշտ հիշում եմ նաեւ մանկական աստվածաշունչ, այսպես բաց յասամանագույն, չէ, մանուշակագույն, կարծես դա այսպես մեր մանկության ուղեկցող գրքերից են եւ նաեւ փոքրիկ իշխանը, որը թեև չենք էլ հասկանում այդ տարիքում։ Միշտ հետո երբ որ մեծացանք, ասում ենք պետք է էլի կարդալ, հասկանալու համար վերընթերցել, վերարժևորել այն ամենը, ինչ որ գրված էր եւ իհարկե մեր մանկության անբաժան գրքերից են եղել հանրագիտարանները, սկզբում ինչեով են, 4 հատորանի եւ հետո մի քիչ արդեն երբ դպրոցական ավագ դասարաններում կանաչ սովետականը, որը այսօրվա մեր, չգիտեմ, ել չասեմ Google եւ Wikipedia, արդեն ChatGPT-ն էր, գնում էինք, պետք է հատուկ, չէ, այսպես վարժ պետք է տիրապետել, որ օրինակ որ տառն է դա 7-րդ հանրագիտարանն է, որ էջում է եւ այլն։ Հիմա կարծում եմ նոր սերնդի համար սա ինչ որ ծննդած բաներ են խոսում երևի իրենց համար, բայց դա է եղել մեր մանկությունը եւ մի մեմ կա համացանցում, որ ասում է ցանկացած պահի երբ տխրում եմ, գոնե հիշում եմ, որ ես օրինակ համալսարանն ավարտել եմ այն ժամանակ, երբ ChatGPT-ն աշխարհում գոյություն չուներ։ Եվ մենք ընդունվել ենք համալսարան այն ժամանակ, երբ համացանցը, ընդհանրապես ինտերնետը, ընդհանրապես համակարգիչները նոր էին մեր կյանքում։ Եվ ոչ բոլորիս էին հասանելի, այո, եւ ամեն ինչ ձեռագիր էր, այսպես թելադրել, գրել, չէ։ Հիմա ասենք ուղղակի ուսանողները դասացուցակը նկարում են եւ վերջ, եթե իհարկե նկարում են եւ որևէ մեկը չաթում չի էլ ուղարկում ու ընդհանրապես կարիք չկա գնալու այդ տախտակների վրա կարդալու։ Եվ ես իմ առաջին հեքիաթներից այսպես ու գրքերից հիշում եմ Սևուկ Ուլիկը, ու հիշում եմ, որ կարճլիկ գիրք էր, այսպես փոքրիկ, բայց կիսապատրված, էջերը պատրված էին, բայց ներսում ինչ-որ նկարներ կային, ուլիկն էր պատկերված եւ այլն, այնքան է տպավորվել այդ գիրքը, դռնակը բաց ներս կամ ես շատ էի սիրում այդ հեքիաթը եւ անընդհատ ասում էի, որ հենց այդ գրքից ինձ համար կարդան։ Իսկ ես շատ տպավորված էի Հենզելից եւ Գրետելից, որ ինչքան էլ հետաքրքիր պատմություն է, բայց փոքր երեխայի համար բավականին վախենալու չէ։ Երկու քույր եղբայր այսպես գնում են եւ փորձում են այնպես անել, որ ճանապարհը չկորցնեն, վերադառնան ճիշտ ուղիով եւ այսպես ամեն անգամ սարսուռով էի, հետեւում այս պատմությանը, ինչպես նշեցինք այսօր խոսում ենք այս ամենի մասին, որովհետեւ մանկական գրքի միջազգային օրն է եւ թեման էլ մեր տաղավարում քննարկելու ենք մանկական պատկերագրքերի հեղինակ, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր եւ գրաֆիկ արտիստ Լիլիթ Ալթունյանի հետ, իսկ դուք կարող եք թե 553702 հեռախոսահամարին զանգել եւ թե մեր Facebook-յան մեկնաբանություններում գրել ձեր սիրելի մանկական գրքերը։ Իդեպ մեկնաբանություններ արդեն ունենք, Մարինա։ Այո, արդեն ունենք։ Ջուլիետա Աբրահամյանն է մեզ Վիեննայից միացել, Գուտեն Մորգեն Վիեննա, Բարի լույս Վիեննա, Արտակ Մխիթարյան, Բարի լույս բոլորին, Վահե Արթինյան, Բարի լույս այս օրերուն Ավստրալիահայ կայցել է Ֆրոֆ Լևոն Շիրինյան դասախոսելու ապագա Հայաստանը։ Ես պատմեմ, արևմուտքը հայերեն հասկացել։ Էդիկ Բաբուջյանը Բարի լույս եւ ծաղիկներ է մեզ ուղարկել եւ Վահե Արթինյանը գրել է
Ես հանրագիտարանը կգործածեմ 12 հատոր ունեմ Ավստրալիայում շատ լավ է որ ձեզ հետ այն տարել եք Ավստրալիա եւ այսօր էլ գործածում եք իդեպ շատ ընտանիքներում դրանք այսօր էլ պահպանվում են ինչքան էլ միգուցե չեն օգտագործվում բայց արի ընդունենք որ դա այն ժամանակվա ChatGPT-ն էր այո հենց դա էի ասում Google-ներ ինտերնետներ Wikipedia-ներ միայն այդտեղից կարող էին գտնել եւ հիշում ես հաճախ առաջադրանքները հենց դպրոցական պետք է այդտեղից ինչ որ արտագրենք, չէ՞, կոնսպեկտած, օրինակ այս կամ այն մարդու կենսագրությունը կամ այս կամ այն երևույթի մասին եւ իսկապես դա չափազանց հետաքրքիր էր եւ մեզանից այսպես ջանք ժամանակ էր խլում, քան թե հիմա ասես օրինակ մեկի կենսագրությունը կարճ տուր, մի բան էլ չհավանես, ասես վերախմբագրի, վերաշարադրի այնքան մինչև որ քո սրտով լինի։ Այո, այսօր մանկական գրքերի միջազգային օրն է, դրա համար այսօր շատ ենք խոսելու գրքերից, կառանձնացնենք նաև հետաքրքիր հեքիաթները, որոնք սիրում են մանուկները, նաև ChatGPT-ին ենք հարցրել, թե որոնք են այսօր հայտնի մանկական գրքերը, մեզ տվել է պատասխաններ, որոնց մեջ առանձնացված են նաև մերոնք հայ գրողները, այնպես որ դրանց անպայման եւս կանդրադառնանք ու նաև չմոռանանք, որ ժամը 10-ին լուրերի թողարկումն է լինելու եւ դրանից հետո արդեն մեր հյուրի հետ խոսելու ենք այսօրվա բուն թեմայի մասին, իսկ ձեզ հետ ուզում ենք խոսել նաև էլի գրքերի մասին եւ ձեր բալիկների սիրելի գրքերի մասին, որոնք են դրանք ընդհանրապես հիմա որ գրքերն են նորաձև համարվում երեխաներին կարդալու համար, որովհետեւ գիտեն որ անիմեներ կան տարբեր տեսակի այդպես տարբեր այսպես ֆանտաստիկ գրականություն, հեքիաթները վստահ եմ որ դեռ արդիական են, բայց ամեն դեպքում ժամանակները փոխվել են եւ Մարինա, արի հենց ChatGPT-ին էլ անդրադառնանք, որին դու այսօր այսպես առավոտյան աշխատացրել ես վաղ առավոտից։ Մարինան հարցրել է հայտնի գրքեր, որոնք սիրված են աշխարհի տարբեր երեխաների կողմից, դե նաեւ առաջինը կենտրոնացել ենք հայ գրողների վրա։ Հովհաննես Թումանյանին է առանձնացրել, ինչը զարմանալի չէ, գրել է Գիգորը, Շունն ու կատուն, Անբանհուրին, իհարկե Գիգորը շատ տխուր պատմություն է փոքր տարիքում, բայց բոլորս էլ չէ, կարդացել ենք, այո, հիմա էլ է տխուր, այսպես ցավեցնող է։ Հաջորդը Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանին է առանձնացրել եւ հատուկ նշել ChatGPT-ին, որ իհարկե համապատասխան հատվածներ դպրոցականների համար։ Դե որովհետեւ դա դպրոցական տարիքում էինք անցնում եւ կարդում։ Ավետիք Իսահակյան, Տոնիկը, Աղբյուրի մոտ, նաեւ Վահան Տերյան, մանկական բանաստեղծություններ, իհարկե Տերյանը ասոցացվում է աշնան, ռոմանտիկայի հետ, սիրո հետ, բայց այստեղ նաեւ մանկական բանաստեղծություններն են առանձնացված։ Եվ Լևոն Շանթից առաջարկել է որոշ հատվածներ պատանիների համար, այսպես դպրոցական ծրագրի մեջ որ ներառված է, բայց ահա աշխարհի հայտնի մանկական գրքերին եւս անդրադարձել է մեր գործընկեր ChatGPT-ին եւ առաջինը հենց օրվա հոբելյարին է, չէ՞, անդրադարձել Հանս Քրիստիան Անդերսենին, որի ծննդյան օրով պայմանավորված է այսօր մանկական գրքի օրն է նշվում, տարբեր հեքիաթներ է առանձնացրել Անճոռնի Բադիկը, Ձյունեթագույն փոքրիկ ջրահարսը։ Ես այստեղ նկատեցի գրիմ եղբայրների անունը ինչպես է մեզ մատուցել ChatGPT-ին Բրազերի գրիմ։ Չենք լսել հեքիաթներից Հենզելն ու Գրետելը, որը որ դու նշեցիր Սպիտակաձյունիկը, 7 թզուկները։ Ահա, հետո բնականաբար կա մեր սիրելի փոքրիկ իշխանը Անտուան դե Սենտ-Էքզուպերի, կարելի ասել ամենահայտնի ստեղծագործությունը։ Իդեպ Մարինա, ասեմ, դա 4-րդ թե 5-րդ դասարանում էինք անցնում եւ ես ընդհանրապես չէի հասկացել, բայց նաեւ լսում էի, որ մեծերը հիացած են, տարբեր այսպես այն ժամանակ դե բոլորս նայում էինք հեռուստացույց, հայտնիները, որ ասում են դա իրենց սիրելի գիրքն է, սեղանի գիրքն է եւ որևէ կերպ չէի հասկանում, թե դա ինչ է, մինչեւ որ մեծացա եւ իսկապես այն դարձավ իմ սիրելի գրքերից մեկը։ Իմիջայլոց մի պատմություն կա կապված փոքրիկ իշխանի հետ, արդեն մեծ տարիքում որ վերընթերցեցի, մոտեցումս վերաբերմունքս այլ էր եւ այն ժամանակ հարևանները կամ բարեկամները խնդրում էին, չէ, երեխայի համար դպրոցահասակ ինչ որ շարադրություն գրել թեմայով, քանի որ երեխայի մոտ այնքան էլ լավ չի ստացվում կամ տեսնում են ով է լավ գրում, խնդրում են որ շարադրություն գրի պատմվածք եւ ինձ խնդրեցին մեր ծանոթներից մեկի համար փոքրիկ իշխանից հատված գրել։ Ահա։ Ինչպես եմ հասկացել եւ այլն, այդ ժամանակ այդ երեխան 8-րդ դասարան էր, դպրոցում էր սովորում, ես արդեն բավականին մեծ էի եւ իհարկե գրեցի, տվեցի, հետո ուսուցչուհին երեխային ասել էր, որ սա դու չես գրել, որովհետեւ այս տարիքում նման վերլուծություն փոքրիկ իշխանի հետ կապված հնարավոր չէ անել, այսինքն ամեն դեպքում տարբերությունը կա տարիքային,
որ տարիքում ես դու դա կարդում եւ ինչպես ես Այո, ընկալում։ դպրոցական հասակում դա միգուցե հետաքրքիր է, որ չգիտեմ, աղվեսն է Հա։ խոսում, տիեզերքում է, վարդը եւ այլն, բայց մեծ տարիքում նոր գիտակցում ես, որ յուրաքանչյուր կերպարի հետևում այսպես իրական, չէ, մարդիկ են թաքնված, իրական պատմություններ, որոնց մենք առնչվում ենք ամեն օր։ Եվ ChatGPT-ն նաև առանձնացրել է Ալիսան հրաշքների աշխարհում, չգիտես ինչու, հիմա շատ սուբյեկտիվ բան եմ ասելու, բայց փոքրուց ինձ մոտ մի տեսակ վանող բան կա այդ հեքիաթի հետ հրաշքներին չես հավատում, Եվ Մարինա։ հետո որ կային ֆիլմեր, մուլտֆիլմեր մատուցված այդ տարբերակով, մի տեսակ ինձ վանում էր այդ շախմատային ինչ որ տեսարանները, Միգուցե ամեն դեպքում, բայց հա։ արդիական է, Այո։ թե որպես թատերական ներկայացում, Այո։ ֆիլմ, բալետ, չէ, ինչ ասես կա այս թեմայով։ Չարլին եւ շոկոլադի գործարանը եւս առանձնացրել է արհեստական բանականությունը եւ նաեւ մեր սիրելի Վինի Թուխին։ Ահա, դա շատ լավն է, շատ եմ սիրում։ Եվ նաև մենք ChatGPT-ին խնդրել ենք ողջելու, թե մանկական գրքերը որքանով են կարևոր երեխաների համար, ու նա ասում է, որ դրանք շատ կարևոր են երեխաների մտավոր, լեզվական, հուզական եւ սոցիալական զարգացման համար, ու նշել մի քանի պատճառ, թե ինչու են դրանք անհրաժեշտ։ Մեր հյուրի հետ իհարկե ավելի մանրամասն կխոսենք եւ տետատետ մարդը մարդու հետ կխոսի, բայց տեսնենք ինչ է ասում մեր գործընկեր արհեստական բանականությունը։ Առաջինը առանձնացրել է մտավոր եւ լեզվական զարգացումը, քանի որ գրքերը, գրականությունը զարգացնում են խոսքը, բառապաշարը, երեխաները սովորում են նոր բառեր, արտահայտություններ եւ նաեւ մտածողությունն է զարգանում, նրանք սովորում են հետևել սյուժեին, վերլուծել, պատկերացնել պատմության հերոսներին եւ իրավիճակները։ Նաև ստեղծագործական եւ երևակայական մտածողության համար է լավ, քանի որ հեքիաթներն ու արկածային պատմությունները խթանում են երեխաների երևակայությունը, օգնում նրանց պատկերացնել նոր աշխարհներ եւ հերոսներ, ստեղծում են նոր գաղափարներ եւ խրախուսում ստեղծագործական մտածողությունը։ Երրորդ կետում ըստ ChatGPT-ի էմոցիոնալ զարգացումն է եւ էմպաթիան հայերեն ապրումակցում ենք ասում, ինչը չափազանց կարեւոր է, հեքիաթներով եւ մանկական գրքերով երեխաները սովորում են հասկանալ ուրիշների զգացմունքները, սա հենց էմպաթիայի մասին է, երբ կարդում են տարբեր հերոսների ապրումների մասին եւ բացի այդ գրքերը օգնում են հաղթահարել նաեւ սեփական վախերն ու հուզական դժվարությունները, ցույց տալով թե տարբեր իրավիճակներ ինչպես կարելի է հաղթահարել։ Սոցիալական եւ բարոյական արժեքներն է առանձնացրել, նշելով, որ հեքիաթներն ու պատմությունները սովորեցնում են բարություն, ազնվություն, արդարություն, ընկերասիրություն։ Երեխաները սովորում են տարբեր սոցիալական կանոններ եւ նորմեր, որոնք կարեւոր են իրական կյանքում։ Եվ վերջինը, ինչը եւ այսպես առանց ասելու էլ կարելի է ենթադրել, որ բնականաբար փոքր տարիքում, չէ, մանկական գրքեր կարդալը հենց արդեն զարգացնում է սերը ընթերցանության հանդեպ եւ ընդհանրապես կրթության կարեւորությունն է առանձնացնում, մանկական գրքերը զարգացնում են գրքասեր լինելու սովորությունը եւ նաեւ երեխաները, որոնք փոքր հասակից կարդում են, ավելի հեշտ են յուրացնում դպրոցական նյութերը եւ ավելի լավ գնահատականներ են ունենում։ 55-3702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, սպասում ենք ձեր զանգերին եւ բնականաբար սպասում ձեր մեկնաբանություններին Facebook-յան հարթակում, մեր լայվը գործարկված է։ Այսքան խոսեցինք Մարինա մանկական գրքերից, արի մանկական եվրատեսիլի մեր ամենապայծառ երգերից մեկը հիմա լսենք եւ շարունակենք եթերը։ Բացվում է նոր մի օր, ընկերներիս բոլոր, ես ուղարկում եմ արևոտ իմ երգը նոր, որ միասին լսենք, հրաշքների սպասենք, ու աշխարհին երգով իմ բարի օր ասենք, ինձ միացիր, սիրտդ բացիր, արևի մարդիկ, ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա վերջ, արևի երկիր, շպտամ ես ու երկիր, մանկության պես ջեմ ձեռքերով մեզ կրկիր, people of the sun, we're always having fun, let's believe in miracles, hey everyone, happy land of sun, your song is number one, let us sing it from heart and for everyone, մանուկներին բարի, ասում են գերանի, ով աչքերում երկու պայծառ արև ունի, երջանկության համար ստեղծել ենք մի աշխարհ, որ մենք կյանքին իսկ
Սուրճ ու սեր առավոտից։ 9:56 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, այսօր խոսում ենք մանկական գրքերից եւ Facebook-ում Կարինե Առաքելյանը գրել է «Բարի լույս սիրելիներս», այսօրվա պես հիշում եմ իմ առաջին հեքիաթը, դա հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածուի մեջ Հազարան բլբուլը հեքիաթներ, այո, լավ հեքիաթ եք հիշում եւ նաեւ բարի լույս ու լավ օր ձեզ, ողջույն ունենք Կրասնոդարից Արթուր Գրիգորյանի կողմից, շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ նաեւ Սփյուռքից։ Շատ հաճելի է իհարկե, որ մեզ միանում են ամբողջ աշխարհից եւ հաճելի է, որ թեմայի շուրջ ունեք ասելիք։ Իհարկե սպասում ենք նաեւ ձեր զանգերին 553702, մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Իսկ այս պահին արդեն 9:57 րոպեներ անց խոսքը պետք է փոխանցենք լուրերի մեր գործընկերոջը։ Նա արդեն մեզ հետ է տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Հասմիկ, այսօր մանկական գրքի օրն է նշվում, որովհետև նաև Անդերսենի ծննդյան օրն է եւ հետաքրքիր է մանկությունից որ գրքերը, հեքիաթներն են ամենաշատը ձեզ տպավորել։ Ճիշտն ասած, տպավորիչ գրքեր շատ էին, բայց ես պարբերաբար Մոխրոտիկն էի կարդում, թերթում էի եւ այդ գիրքը իմ մոտ ավելի տենց լավ հիշողություններ եւ տպավորություններ է։ Իսկ վերջերս դստրիկիս հետ ընթերցում ենք Ջանի Ռոդարի դեպ նոր գրքերը ավելի շատ են, ավելի հետաքրքիր են, ավելի պատկերազարդ են, ավելի մատչելի լեզվով են գրված։ Շատ հետաքրքիր բովանդակությամբ ես խորհուրդ կտամ նաև կարդան մեր երեխաները, թե ինչպես է Ջելսոմինոն կարողանում փրկել խաբեբաների աշխարհում հայտնված մարդկանց պարզ շիտակ սիրուն գիրք է։ Իսկ հետաքրքիր է հիմա երեխաները այս ժամանակաշրջանի երեխաները ավելի շատ սիրում են կարդալ, թե սիրում են երբ իրենց համար կարդում են։ Երևի թե ավելի շատ սիրում են, երբ իրենց համար են կարդում, բայց հիմա շատ հետաքրքիր գրքեր կամ պատկերազարդ եւ լսելի գրքեր են, ձայնային տարբերակով կա, այնպես որ հեշտացնում է եւ լսել եւ կարդալ տարբերակը երկուսը մեկում։ Ահա, հեշտացնում է ավելի։ Րոպեներ առաջ Մարինայի հետ հենց դա ենք խոսում, որ մեր ժամանակ քիչ էր ընտրությունը սահմանափակ էր, հիմա ինչ ասես կա, որպես ծնող մայրիկ ինչպես է կողմնորոշվում, ենթադրում եմ նաեւ վստահաբար տեղ եք տալիս նաև երեխայի ճաշակին, որովհետև հիմա հնարավոր չէ որևէ երեխայի որևէ բան պարտադրել։ Չենք կարող պարտադրել, չենք ցանկանում պարտադրել, գրքերի ընտրությունը շատ է, պարզ գրքերը հիմնականում այսօր ավելի ինտերնելի են, ավելի հեշտ են երեխային տրվում եւ կարեւորը բովանդակությունն է, որ պետք է ծնողը ուշադրություն դարձնի, ինչի մասին են գրում եւ ինչ պետք է փոխանցի երեխային։ Շատ բարի, վարքյաններ անց խոսքը կփոխանցենք ռադիոլուրին, այժմ գովաստ, որից հետո կմիանանք լուրերի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Ավարտվել է Գերմանիայի նախագահի Հայաստան կատարած այցը, ինչ խնդրանքով է ամենայն հայոց կաթողիկոսը դիմել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Հայաստան է ժամանել Վիետնամի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։
9 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշեր Ադրբեջանի զինված ուժերը խախտելով կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թվականի մայիսի 12-ի եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թվականի փետրվարի 6-ի համաձայնագրերը հարձակվեցին Արցախի հանրապետության վրա։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց ծանր տեխնիկայի, հրետանու եւ ավիացիայի կիրառմամբ, սակայն կրելով կենթանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ եւ չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվեց 110 զինծառայող։ Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով երեկ Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չանթան Մանի գլխավորած պատվիրակությունը։ Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորել են ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ազգային ժողովի Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը։ Նշեմ, որ Եվրախորհրդանի լիագումար նիստում էլ քննարկում կանցկացվի նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին այն տեղի կունենա ապրիլի 3-ի նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա Եվրամիության հանձնակատար Օլիվիեր Վարհելին։ Երեկ Բաքվում կայացավ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության հերթական նիստը, միջազգային եւ հայ իրավապաշտպանները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարությունը փաստերի համադրմամբ շեշտում են, որ դատավարությունն ընթանում է միջազգային չափանիշների խախտմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Վարդանյանին հարցաքննել են, սակայն հայտնի չէ նա պատասխանել է հարցերին թե ոչ։ Նշվում է, որ նրան տրամադրել են թարգմանիչ ու փաստաբան, որին ինքն է ընտրել։ Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով, չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին։ Դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II դիմել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Տեղեկությունը փոխանցում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Նշենք, որ Գերմանիայի նախագահը տիկնոջ հետ երեկ է այցելել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ կաթողիկոսը ասել է. «Արկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր կլինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել»։ Գերմանիայի նախագահն էլ հավաստիացրել է Գարեգին II-ին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Գերմանիայի նախագահը Հայաստան է ժամանել մարտի 30-ին եւ երեկ երեկոյան արդեն մեկնել է Բաքու։ Իրանի փոխարգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է տարածաշրջանի կայունության համար։ Նրա խոսքով չափազանց կարևոր է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի որքան հնարավոր է շուտ, քանի որ դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Ընդգծել է, որ երկար տարիներ տարածաշրջանը եղել է արյունահեղության, ատելության եւ պատերազմի ականատես։ Մաջիդ Թախտ Ռավանչին ասել է, որ պետք է կենտրոնանալ առկա հնարավորությունների վրա, որոնք կարող են բացվել երկու երկրների եւ ողջ տարածաշրջանի համար։ Ընդգծել է, որ Իրանը լինելով Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ երկիր պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին եւ ջանքեր գործադրել երկուստեք հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Եվ նրա կարծիքով ռազմական լուծումները միայն ժամանակավոր բնույթ ունեն, անհրաժեշտ է կառուցել ապագան ելնելով խաղաղության եւ համագործակցության գաղափարներից։
Եվ նշեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է հանդիպել Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարի տնտեսական եւ գլոբալ հարցերով տեղակալ Սայմոն Մորդյուի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Եվրոպական միության համագործակցության ներկա վիճակը եւ անդրադարձ է կատարվել տարածաշրջանին։ Մասնավորապես նշվել է, որ Բաքվի նախաձեռնությամբ էներգետիկ ոլորտում իրականացվող խոշոր նախագծերը կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգամատակարարման եւ անվտանգության ապահովման գործում։ Համառոտ անդրադառնանք նաև միջազգային լուրերին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։ Ուկրաինական կողմը տրամադրված է կնքելու փաստաթուղթ, որը կհամապատասխանի ինչպես նահանգների, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին։ Մենք նաև կարծում ենք, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է հզոր խոշոր ամերիկյան բիզնեսների հետագա ամրապնդում, ներդրում է Ուկրաինայի անվտանգության ենթակառուցվածքում, հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից ու Թրամփը սպառնացել էր Զելենսկին մեծ խնդիրներ կունենա, շեշտել էր նա։ Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկ, որը պետք է վերադարձվի, իսկ ավելի վաղ էլ դժգոհել էր, որ նահանգները շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները։ Եվ լրահոսի վերջում Օտավան մտադիր են պատասխան մաքսատուրքեր սահմանել, եթե Միացյալ Նահանգները նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկի կանադական արտադրանքի նկատմամբ, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել էր, որ Միացյալ Նահանգները այսպես կոչված հայելային սակագներ կսահմանի։ Ապրիլի 3-ից ուժի մեջ կմտնի ավտոմեքենաների ներմուծման համար 25% մաքսատուրք սահմանելու որոշումը եւ վերլուծաբանների գնահատմամբ Սրանով Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմի նոր փուլ է սկսում։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am, թարմ տեղեկատվությամբ եթերում կլինենք քիչ ավելի ուշ, մնացեք Հանրային ռադիոյի հետ։ Որ քեզ փառք ու երանի դու վար օրինակ ես որ նորից հերոսներ ծնվում են հայ մորից լոր ցավում է հողը հայրենի օրնելով իր քաչ Զավակների հայրենիքը մորպես աղոթում է անփորձանք լինես հայոց զինվոր քո խիզախ անունը մեր սրտում է մեր օրյա հերոսն ես փառավոր հայոց վանքի քո հավատքն ուժեղ է թշնամուց մահն է սարսափում քո քաչ ոգուց կյանքդ զոհեցիր հանուն կյանքի
զարգավթում հայոց վանքի հայրենիքը մորպես աղոթում այլ փորձանք լինես հայոց զինվոր քո խիզախ անունը մեր սրտում է մեր օրյա հերոսն ես փառավոր հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու կույր գնդակից մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է հայ զինվոր անպարտներ բանակի հայ զինվոր մեր խաղաղ կյանքի համար պայքարում համար զենքդ չես դրել դու վայր հայ զինվոր քաջ եղբայր չհասցրիր դառնալ դու հայր բայց անունդ է մնալու քեզ սերունդներն են հիշելու հայ զինվոր մեր լեռ ու պաշտպան հայրենիքը որպես աղոթում է քո հոգու համար հայոց զինվոր քո խիզախ անունը մեր սրտում է մեր օրյա հերոսն ես փառավոր հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու կույր գնդակից մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է հայ զինվոր անպարտ մեր բանակի հայ զինվոր հայ զինվոր հայ Մենք առանձնահատուկ ողջունում ենք սահմանին կանգնած մեր զինվորներին, որոնք շարունակում են լինել մեր անվտանգության գլխավոր երաշխավորը եւ շնորհակալություն ենք հայտնում ձեր ամենօրյա ծառայության համար եւ իհարկե փառք ու պատիվ հայրենիքի համար ընկած բոլոր հերոս տղաներին։ Շնորհակալ ենք, որ ձեր շնորհիվ մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ։ Եվ իհարկե հայրենիքի ու պետության անվտանգությունը ոչ միայն զինված ուժերով է որոշվում, իհարկե առաջինը դա է, բայց նաև կարևոր է կրթված սերունդ ունենալը, կրթությունը, նոր սերնդի մոտ այսպես զարգացնելը կարևոր ուրախությունները եւս մեր հայրենիքի անվտանգության եւ երաշխավորության այսպես ապագա գրավականներն են եւ երեխաների կրթությունը ինչու ոչ սկսվում է մանկական գրականությունից։ Իհարկե դա շատ կարևոր է երեխաների համար, որովհետև ինչպես ասում են, նրանք են մեր ապագան, իսկ մենք բոլորս բնականաբար երազում ենք լավ, ապահով եւ խաղաղ ապագայի համար եւ զուր չեն ասում փոքր տարիքից, որ պետք է լավ սովորել։ Այո, դրանք պարզապես խոսքեր չեն եւ այսօր ովքեր մեզ նոր են միացել, ասենք որ ապրիլի 2-ին աշխարհում նշվում է մանկական գրքի, մանկական գրականության օրը, քանի որ հենց այսօրն է ծնվել Անդերսենը եւ մենք այս թեմային բնականաբար պետք է անդրադառնայինք եւ մեր տաղավարում հյուրընկալել ենք մանկական պատկերագրքերի հեղինակ, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր եւ գրաֆիկ արտիստ Լիլիթ Ալթոնյանին։ Բարի լույս Լիլիթ, եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ, հատկապես այս հրաշալի տոնի առիթով։ Ինչ որ տեղ նաև մասնագիտական տոն է ձեզ համար, շնորհավորում ենք։
Եվ հետաքրքիր է սովորաբար ոչ մասնագիտական տոները, օրը ձեր ընդհանրապես ինչպես եք սկսում առավոտները։ Իրականում հաճախ չի լինում, որ առավոտը սենց լուրջ եմ սկսում։ Սիրում եմ առավոտներս ինձ նվիրել, դանդաղ արթնանալ, կենթանուս հետ, կատվիս հետ ժամանակ անցկացնել, արևին, չգիտեմ, բարևել, մի քիչ տաքանալ, այդպես։ Հրաշալի է։ Շնորհակալ ենք, որ հանուն մեզ այսօր կատվին այսպես մի փոքր Չէ, հասցրել եմ ժամանակը։ Այսօր մանկական գրքի գրականության օրն է, ինչ է խորհրդանշում այս տոնը ձեզ համար, քանի որ դա իսկապես ձեզ համար մասնագիտական օր է։ Ճիշտն ասած, ես երևի գիտեի, բայց մոռացել էի, որ այսօր այդպիսի օր է եւ մտած ստուգեցի, այո, Անդերսենի տոնն է, Անդերսենի ծննդյան օրն է։ Մանկական գրքերը ես անում եմ իմ սրտի եւ հոգու, այսպես ասած, համար, դա չգիտեմ ինչպես կարելի է կոչել, մասնագիտությունից ավելին է երևի։ Եվ այո, շատ լավ է, որ այսպիսի տոն կա, շատ լավ է, որ ընդհանրապես մանկական գրականությունը լույսի տակ է դրվում։ Եվս մեկ անգամ։ Հայաստանում ինչ որ ձևով նշվում է այս տոնը։ Չէ, կարծում եմ Հայաստանում նշվում է Թումանյանի ծննդյան օրը, որպես մանկական գրքերի եւ գրականության տոն։ Ապրիլ ամիսը կարծեմ հենց նաեւ ինչ որ առումով նվիրված է Թումանյանին։ Կարդում էինք, իհարկե փետրվարի 19-ն է, նաեւ գիրք նվիրելու օրը։ Թումանյանի ծննդյան օրը։ Բայց ամեն դեպքում կարևոր է, որ աշխարհի օրացույցում նման օր կա, բայց մի փոքր ժամանակը հետ տանք, վերադառնանք ձեր մասնագիտական ընտրության, ինչպես եկաք այս դաշտ։ Երևի ես շատ էի սիրում, երբ ես այս դաշտ եկել եմ նկարչությունից, ես մասնագիտությամբ նկարչուհի եմ, երկու կրթությամբ Հայաստանում եւ դրսում, եւ շատ էի սիրում մանկական գրքեր, շատ էի սիրում նկարազարդումներ անել, բայց այստեղ այն ժամանակ, երբ որ ես էի սովորում, չկար համապատասխան կրթություն, եւ ես այդպես էլ կարծես լուսանցքում մնաց իմ երազանքը, հետո երբ որ դրսում սկսեցի սովորել, ես հասկացա, որ հենց ուզում եմ սովորել նկարազարդում, մանկական գրքեր եւ փորձեցի գտնել ինչ որ պատմություն, որ կարող եմ նկարազարդել ու այդպես էլ չգտա ոչ մի պատմություն, որ ինձ այնպիսի ոգեշնչում կտար, որ ես մեծ ցանկությամբ կնկարազարդեի եւ ասի լավ, ես գրեմ։ Ահա, եւ սկսեցիք գրել։ Այո, եւ մտա այն դաշտը, որտեղ կա մի փոքրիկ կատեգորիա մանկական գրքերի, պատկերագրքերի մեջ հեղինակ նկարազարդողներ, ովքեր որ այս ճիշտն ասած շատ մեծ դեր ունեն պատկերագրքերի մեջ, իրենք ոճեր են առաջ տանում, հա, իրենք նոր բաներ են ասում, քանի որ մեկ մարդուց է գալիս, իրենք կարծես տեսիլք են փոխում այս ոլորտի մեջ, այնպես որ հպարտեմ, որ ես էլ եմ այդ դաշտում։ Շատ ուրախ ենք, բայց մի քիչ էլ հետ գնանք, հա, մանկություն կամ պատանեկություն, որոնք էին սիրելի հեքիաթները, սիրելի գրքերը, մենք խոսում էինք Սևակի հետ քիչ առաջ, որ մեր ժամանակ չկային այդքան շատ նկարազարդված գրքեր, գնում էինք գրադարաններ, կիսապատրված գրքեր էինք վերցնում, որն է եղել սիրելի հեքիաթը, որից գուցե ոգեշնչվել եք եւ հետագայում արդեն որոշել, որ հենց այդ ուղղությամբ պետք է գնալ։ Ճիշտ ասած, փոքր ժամանակ չեմ որոշել, որ այդ ուղղությամբ պետքա գնամ, փոքր ժամանակ ուզում էի անիմատոր դառնալ։ Շատ եմ սիրել Մոխրոտիկը, ինչպես մեր գործընկեր Հասմիկը։ Բայց հետո մի քիչ ավելի մեծ տարիքում շատ էի սիրում Էմիլը Լյունբերգայից պատմությունը, որ Աստրիդ Լինգրենի շարքերով այդպես պատմությունն է եւ կարդում էր քույրիկս ինձ համար, մենք պարկում էինք քնելու, քույրիկս կարդում էր, մամա երկուսով քնում էինք։ Շատ էի սիրում այդպիսի պատմություններ։ Իսկ մեր հայկական հեքիաթներից այն հներից, որոնք կուզեիք նկարազարդել։ Բարդ հարց եք տալիս, ճիշտն ասած հայկական հեքիաթները ինձ շատ չեն ոգեշնչում, քանի որ ես դաժան են դրա համար։ Չէ, եթե թույլ կտաք մի փոքր այսպեսի ինֆորմացիոն բան ասեմ, հա, մանկական գրականությունը միայն հեքիաթներ չի, այո, բայց մենք շատերս ենք շփոթում եւ անդադ ասում ենք հեքիաթներ, մանկական գրականություն այսօր այնքան բազմազան է, ինձ անձամբ հեքիաթները չեն ոգեշնչում, ինձ ոգեշնչում են փոքրիկ պատմությունները, որոնք պատկերագրքերի տեսքով ես կարող եմ ներկայացնել, որտեղ հեքիաթները ունեն ֆոլկլորիկ ինչ որ բան, ունեն այդ չարի ու բարու, այո, են թելադրում։ Այո, այդ ոճը երևի այդ մոտեցումը այդքան իմը չէ։ Դուք ավելի ուզում եք ստեղծագործել, ներկայացնել այն ինչ որ ձեր ներսում կա եւ փոխանցել մանուկներին։ Ես ավելի վերցնում եմ պատմությունների ինչ որտեղ թերապևտիկ, հա,
թերապևտիկ բառը չեմ սիրում, բայց յուրաքանչյուր պատմություն ունի ասելիք, հա, ու այդ ասելիքը, որ ես ուզում եմ ասել իմ պատմությամբ, իմ համար կարևոր է շատ։ Այսինքն ես վերցնում եմ այնպիսի ասելիք, որ ես կարծում եմ, որ համ ոգեշնչում է նախ իմ ներսի երեխային, հա, որտեվ ես առաջին հերթին գրում եմ իմ ներսի երեխայի համար, եւ հետո կարծում եմ, որ դա կարևոր կլինի երեխաներին փոխանցել։ Օրինակ ինքնության հարցերը, պատկանելության հարցերը, ինչով ես դու զբաղվում, ինչու ես զբաղվում, ինչից է բաղկացած աշխարհը, այդպիսի ինչ որ հարցեր եմ էլի ուզում իմ պատկերներով փոխանցել։ Պատմությունները ոգեշնչվում եք իրական կյանքի տարբեր իրավիճակներից։ Այո։ Հա, ասենք առաջին պատմությունս Կապույտ աղվեսը ոնց որ իմ մասին էր, իմ ճամփորդությունների, ինձ փնտրելու ճանապարհի մասին էր, որը ինչ որ ձև դարձավ պատմություն։ Ինչ հաջողություն գրանցեց։ Շատ սիրված է Կապույտ աղվեսը։ Կարծում եմ դա նրանից է, որ ինքը պատասխանում է այնքան խորը մի հատ հարցի, պատկանելության հարցին, ինքը տալիս է այդ համոզմունքը երեխային, այդ հանգստությունը, որ եթե նույնիսկ դու հիմա չես զգում, որ դու քո ճիշտ տեղում ես, դու միևնույն է ճիշտ տեղում ես, դու դրան դեռ կհասնես։ Շատ ծնողներ ինձ ասում են, որ երեխաները գիրք գրկած են քնում։ Ահա, դա լավագույն գնահատականն է։ Հա, ին հաստատ 100%։ Հրաշալի է։ Ես ուղղակի այսպես մտածում էի ու հիմա հասկացա, որ օրինակ մեր ժամանակ նման գրքեր երևի թե չկային կամ մենք չգիտեինք այդ մասին։ Որոնք խոսեն մեր ինքնության մասին, ինքնություն բառը չգիտեինք։ Ու այստեղ ինձ մոտ մի քիչ այդ հոգեբանական պահը եկա, որ այն ժամանակ երեխային հոգեբանի մոտ էլ չէին տանում։ Ասում էին երեխա է կանցնի, իսկ հիմա արդեն շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում երեխաներին հոգեբանական առողջությանը, հոգեկան առողջությանը եւ բնականաբար այս գրքերի միջոցով երեխայի ինքնությունը, պատկանելությունը, տարանջատելը եւ երեխային արդեն որպես անհատ վերաբերվելը շատ կարեւոր է։ Այո, կարևոր է թե ինչ հեքիաթ կարդում երեխային, որովհետև ոչ բոլոր հեքիաթներն են երեխաների համար գրված եւ պետք է ուշադիր լինել։ Այսօր արդեն մենք շատ ուշադիր պետք է լինենք, թե ինչ ենք փոխանցում երեխային։ Շատ կարևոր է, որ հենց իր խնդրից խոսի, հա? Պատմությունը, գիրքը, մանավանդ իմ ոլորտը, այսպես ասեմ, պատկերագրքերը, որոնք ուղղված են 3-ից 7-8 տարեկան երեխաների համար, շատ կարևոր են, թե ինչի մասին ես խոսում երեխայի հետ։ Չես կարող խոսալ կռնատ աղջկա կամ չգիտեմ, այնտեղ 3 ջուտ գողացած ձագուկներին, որ մայրիկից գողանում են եւ ուտում են, ասենք։ Չէ՞, մեր հեքիաթ դրանք շատ տրավմատիկ պատմություններ են երեխայի համար։ Հենզելը եւ Գրետելը որ խոսում ենք, օրինակ ինձ համար շատ վախենալու պատմություններ։ Ինձ համար էլ ես էլ ունեմ։ Դե նույն կռնատ աղջիկը, այնտեղ այնպիսի բաներ է ասվում, նաև տեքստային առումով, երբ որ խորանում ես, իրար ինչ ասես ասում են, դաժանություն եւ մի օր երեխաներից մեկն ասաց ընկեր Մարինա, ինչու է այսքան դաժան ես հեքիաթ, ասում եմ դե պետք է ուղակի կենտրոնանալ բարու վրա, չարի եւ բարու կռիվն է այստեղ եւ բարին հաղթում է, բայց այո, որ հետ ենք գնում մեր հեքիաթներում, ինչու միայն մեր, ընդհանրապես հեքիաթներում կա դաժանություն։ Հետաքրքիր է դուք ոչ միայն գրում եք, նաև պատկերազարդում եք, այսինքն այստեղ դժգոհելու տեղ չունեք պատկերազարդողից, դուք անձամբ եք ամեն ինչ անում, կան ինչ-որ ստանդարտներ պատկերագրքերի դեպքում, ինչքան պետք է լինի տեքստը, ինչքան նկարները, որը մյուսին չխանգարի եւ ենթադրում եմ սկզբում պատմությունն է ծնվում, հետո պատկերազարդումները։ Տեսեք, պատկերազարդ գրքերը, որպես այդպեսին ծնվել են 1960 թվականներից ու ավելի շատ իրենցով սկսել են զբաղվել դիզայներները եւ սկսել են արդեն այն մարդիկ, ովքեր վիզուալի հետ գործ ունեն, ովքեր վիզուալ ձևով կարող են պատմություններ պատմել, հա։ Դրա համար գրքի հիմքում արդեն ընկած է այն, որ նկարը, պատկերը եւ տեքստը միասին են գործում։ Իրենք առանձին չեն կարող գոյատևել, հա։ Հիմա այսօր պատկերագրքերի տեքստերը բավական քիչ պետք է լինեն, որպեսզի կարողանան, որպեսզի պատկերը կարողանան նաև տեղ զբաղեցնել։ Հիմնականում աշխատում են բացվածքի հիմքով, այսինքն ոչ թե մի թերթում մի էջի վրա տեքստն է, մյուսում նկարը, այլ ամբողջական մի կարծես էկրան է, հա, ինքը երեխայի համար, որտեղ համ տեքստը, համ պատկերը միասին աշխատում են։ Ինչ է հազար հարց։ Սկզբում տեքստն է ծնվում, բնականաբար հետո պատկերները։ Չէ, ոչ բոլորի մոտ է այդպես, ոչ բոլորի, այո, նայած թե ով ինչպես է ստեղծագործում։ Ինձ մոտ սկզբում տեքստն է, հետո պատկերն է լինում, բայց պատկերը կարող է ազդել տեքստի վրա եւ ինչ որ տեղեր տեքստը կարող է նաեւ փոխվել։
Ահա, հետաքրքիր է։ Հետաքրքիր է դուք ասացիք այդ գիրքը երեխայի համար էկրան է դառնում, այս պարագայում մենք գիտենք թե քանի ծնող է երեխային ուղակի լրացնելու համար, որպեսզի չխանգարի, պլանշետը տալիս երեխային եւ ասում թող զբաղվի միայն թե չխանգարի։ Կուզեմ խոսենք գիրք եւ էկրան ահռելի տարբերության եւ կարեւորության մասին գրքի։ Ես էլ որ փոքրիկ էի, ինձ էլ էր էկրանը շատ գրավում։ Չնայած որ նաև որ գրքերը ես հիշում եմ ինչպես էի խորանում պատկերազարդումների մեջ, ես կարող էի ժամերով նայել պատկերազարդմանը ու ինձ նույնիսկ պատկերացնել այդ նկարի մեջ, կարծում եմ որ այսօր մենք չենք կարող երեխային էկրանից զրկել, հա։ Ես ինքս ծնող չեմ, ինձ դժվար է ծնողներին այդ առումով ինչ որ խորհուրդ տալը, բայց ես կարող եմ ասել, որ պետք է ավելացնենք գրքի ներկայությունը երեխայի կյանքում, կարծում եմ, որ մանավանդ քնելուց առաջ երեխայի հետ ժամանակ անցկացնել, կարդալ գիրք եւ այդպես դնել գիրքը երեխայի դիմաց թերթել ու կարդալ ու մանավանդ երբ որ ծնողը կարդում է երեխայի համար դա շատ ինտիմ հարաբերություն է, հա։ Ծնողը կարծես ինչ որ հետո կարող է խոսել, ինչ որ հարցեր տալ, ինչ որ թեմաներ բացել երեխայի հետ քննարկել, այսինքն դա շատ ինտիմ տարածք է, որ պետք է ծնողը զարգացնի իր երեխայի հետ։ Եվ միակ երևի լուծումը դա է, որպեսզի երեխայի մոտ կամաց-կամաց սկսվի արդեն գիրքը ավելի արժևոր տեղ զբաղեցնել։ Այսինքն միայն պատմություն ներկայացնելը կարևոր չէ, կարևորը նաև գրքի ֆիզիկական արկայությունը, ինչպես նշեցիք, թերթելը, որևէ պլանշետից կամ հեռախոսից կարդալը այդքան էլ արդյունավետ չէ։ Չէ, նույնը չէ։ Եվ գրքի դեպքում կան փոքրիկ դետալներ, որ երեխան կարող է ձեռք տալ, ասենք երկար նայել, հետո հետ տալ է այո, շոշափել, վերջո մի քիչ տարբեր է էլի ֆիզիկական աշխարհը։ Որ տարիքից է ճիշտ երեխային ծանոթացնել գրքին։ Ուրեմն մանկական գրականության մեջ այսպիսի կատեգորիաներ կան 0-ից 3 տարեկան, 3-ից 7, 7-ից 12 եւ դրանից հետո արդեն 3-ից 0-ից 3 տարեկանների համար կան էլի գրքեր, որոնք ավելի շատ պարզ նկարներ են, գույներ են, շոշափելիք, երևի տեսել եք փափուկ, ինչ որ տենց տեքստուրաներով գրքեր են։ Դա արդեն այդ առաջի քայլն է, որ երեխան սկսի ծանոթանալ ոչ թե գրքի հետ, այլ ինչ որ աշխարհի հետ եւ նաեւ ինչ որ մի բան, որը որ թերթվել կարող է, հա, որտեղ զարգանալու համար։ Այո, բայց նաեւ երբ որ թերթվում է, դա ռիթմ է։ Ահա։ Գիրքը ինքը իրենով ռիթմ է։ Այսինքն մենք պատմությունը պատմում ենք հերթականությամբ, հա, երեխային արդեն այդ դրան ենք ծանոթացնում եւ 3-ից 7 տարեկանում արդեն պատկերագրքերն են գալիս, որ շատ լայն տարիք է, չէ՞, կմտածեք այդ տարիքում լիքը բան է տեղի ունենում երեխայի հետ, բայց պատկերագրքերը իրանք շատ մեծ ֆունկցիաներ ունեն։ Առաջինը ծնող երեխա հարաբերություն, քնելուց առաջ կարդալ, խնդիրներ լուծել երեխայի հետ եւ հետո արդեն երեխան ինքնուրույն երբ որ սկսում է կարդալ, արդեն ինքը կարող է կարդալ պատկերագրքերը, որտեվ տեքստը շատ քիչ է, տառերը պետքա լինեն պարզ եւ մեծ գրված եւ արդեն կարծես երեխան գիրքը դարձնում է իրենը եւ դրանից հետո նոր արդեն գալիս են արկածային գրականությունը տարբեր հերոսներով, արդեն նկարները քիչ են եւ արդեն երեխան եթե սիրում է գիրքը, սկսում է կարդալ։ Ահա, այ դուք նշեցիք մի քանի կատեգորիաներ տարիքային, դուք որ կատեգորիայի համար եք ստեղծագործում։ Ես իմ սերը պատկերագրքերն են 3-ից 7 տարեկանների համար։ Ահա, երևի թե ամենաբարդ հատվածն է, երբ արդեն մի քիչ երեխա է, մի քիչ չէ, մեծանում է, դպրոցական է դառնում, լիքը այլ հետաքրքրություններ կան։ Իդեպ սրա մասին շատ են խոսում։ Մեր ժամանակներում միակ այսպես այլընտրանք գրքերին դա հեռուստատեսությունն էր կամ բակային խաղերը։ Հիմա անգամ դրանց այլընտրանք է դարձել սա, հեռախոսը, պլանշետը, խաղերը, այս դարում ինչպես պետք է շարունակեն մանկագիրները գրավիչ մնալ երեխաների համար իրենց ստեղծագործությունները։ Մանկագրությունը ինքը դժվար է, այսպես ասեմ, մանկագրությամբ ինչ որ կարիերա ստեղծել եւ ինչ որ գումար աշխատել։ Եթե շատ դժվար է հենց երեխաների համար ինչ որ բան անել, որովհետեւ ամենաանկեղծը երեխաներն են եւ եթե ինչ որ բան չսիրեցին, վերջ, չսիրեցին։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Հայաստանում մանավանդ գրողը չի կարող ապրել միայն գրելով, որովհետև մեր բնակչության քանակը շատ քիչ է եւ մենք չենք կարող շատ մեծ վաճառքներ ունենալ այս երկրում հայերեն լեզվով, հա, բայց դրսում գիրքը չի դադարում գոյություն ունենալ, գիրքը ծաղկում է, մանկական գրականությունը ծաղկում է եւ հենց հիմա էլ Բոլոնիայում
Եվրոպայի էս ամենամեծ գրքի փառատոնն է տեղի ունենում, որտեղ հավաքվում են, չգիտեմ, քանի երկրներից մարդիկ, նույնիսկ Չինաստանից եւ բոլոր տեղերից, բերում են ներկայացնում իրենց գրքերը եւ գործարքներ են կնքում եւ գրքեր են վաճառում եւ իրար հետ զարգացնում են գրքի շուկան, հա։ Ես չեմ հավատում, որ գիրքը պիտի վերջանա, չեմ հավատում, որ էկրանը պիտի այդ գործը անի, էլի։ Գիրքը ունի իր տեղը աշխարհում եւ նույնիսկ եթե Հայաստանում մենք չենք կարող դրանով կարիերա ստեղծել եւ ինչ որ գումար աշխատել կամ ապրել, միևնույն է դա սիրված բան է։ Ինձ համար մանավանդ դա իմ հոգու գործն է, ես չեմ դադարելու անել։ Շատ կարևոր բան եք ասում, բայց գիտեք ցավալին որն է Հայաստանի պայմաններում, որ այդ հոգու գործերը հիմնականում այդ հոգու գործերն են, որ չեն վճարվում, ինչպես որ հարկն է եւ դու պիտի շատ սիրես քո գործը, որ դա անես եւ չմտածես գումարի մասին։ Մինչդեռ արտերկրում այդպիսի մասնագիտությունները շատ առաջատար են եւ լավ վճարվող մասնագիտություններից են։ Ցավալի է, բայց գուցե դա էլ մի հատ լավ ֆիլտր է, որ Եվ այն բարեկայում, երբ որ մտերմիկ շրջապատում զրուցում ես ընկերների ծանոթների հետ եւ ասում են, իսկ գումար նորմալ աշխատում ես այդ քո գործից, ասում ես, դե կարևորը դա չի, ես շատ եմ սիրում իմ գործը։ Ես կուզեի, որ այդպես չլիներ։ Ես էլ շատ կուզեի, որ այդպես չլիներ, բայց կարծում եմ կամաց պետք է որ զարգանա։ Շատ բարի, այստեղ զուգահեռ թերթում ենք նաև ձեր կենսագրությունը եւ ստեղծագործությունները, կապույտ աղվեսի մասին խոսեցինք, երաժիշտ հրեշը, նաև նման ստեղծագործություն ունեք։ Իդեպ միանգամից երևում է, չէ՞ Մարինա, որ գիրք գրողը նաև պատկերազարդող է, շատ հետաքրքիր կազմեր ունեն գրքերը։ Հրեշը տխուր է երևում այստեղ։ Ինչի մասին է պատմում երաժիշտ հրեշը։ Երաժիշտ հրեշը կարծես պատասխանում է այն հարցին, թե ինչով որ ես զբաղվում եմ, ում համար եմ ես դա անում, հենց սրտի գործի մասին։ Ճիշտ շարունակություն։ Պետք է մենք կարդանք։ Այսինքն այդ հարցը ես ինձ արդեն տվել եմ եւ գտել եմ պատասխանը։ Եվ բացահայտում է, որ իր արվեստը նույնիսկ եթե չի տեղավորվում ընդունված նորմերի, ստանդարտների կամ ասենք տվյալ դեպքում համերգասրահի շենքի մեջ ինքը չի կարողանում տեղավորվել։ Բայց իր արվեստը շատ ավելին է եւ ինքը շատ ավելին է, քան այդ ստանդարտները եւ կարեւոր է որ ինքը դա գիտակցի։ Ահա, հետաքրքիր է, տես անգամ մեզ հետաքրքիր է։ Ես գայթակղեցիք, ես պետք է կարդամ այս գիրքը։ Կան կոնկրետ ծավալներ, որոնց մեջ պետք է տեղավորվի մանկական գրականությունը, հաճախ մեծահասակներից անգամ չէ, հաստափոր գրքերը ծավալորեն վանում են, ինչքան էլ շատ լավ բաներ լսած լինենք եւ շատ հետաքրքիր գիրք լինի, երեխաների դեպքում կա այդ այս դարում սահմանափակումը։ Այո, կա անպայման 500-ից 700 բառ պետքա լինի, ոչ ավել եւ մոտավորապես 40 թերթ եւ ոչ ավել, եթե խոսում ենք պատկերագրքի մասին։ Ահա, տես հետաքրքիր է։ Հիմա կոնկրետ այս պահին կա ինչ որ գործ, որի վրա աշխատում եք եւ շուտով այն պատրաստ կլինի, եթե գաղտնիք չէ։ Չէ, գաղտնիք չէ։ Ես ունեմ շատ պատմություններ, ուղղակի քանի որ շատ տարբեր բաներով եմ զբաղվում, իսկ չի որ ժամանակ եմ կարողանում տրամադրել, օրինակ երաժիշտ հրեշը ես գրել եմ COVID-ի ժամանակ, երբ որ ոչինչ, ոչ թե գրել եմ ներողություն, նկարազարդել եմ, որտեվ այդ մի ամիս լավ ժամանակ էր, ուրիշ ոչինչ բան չունեի անելու։ Այսինքն տարի անցավ։ Այո։ Այսինքն այդպեսի մի ժամանակ է պետք գտնել, որ ես ոչինչ բանով չշեղվեմ։ Ու կարողանամ աշխատել գրքի վրա։ Ունեմ մի պատմություն, որը հաջորդն է լինելու, կոչվում է օճառափրփուրներ փչող մարդը։ Ահա։ Եվ հա, հիմա դրա վրա եմ մտածում։ Հետաքրքիր վերնագիր է։ Մոտիվացնող, ինչ որ, հա։ Ինքնախապեյության մասին է, թե ինչ վնասակար դեր ունի ինքնախապեյությունը թե մարդու համար, թե հասարակության համար։ Ահա, հետաքրքիր է, դա անգամ մեծահասակների համար մտածելու տեղ են կարևոր մեսեջ ունեցող։ Դե ընդհանրապես պատկերագրքերը միայն փոքրերի համար չեն, ընդհանրապես մանկական գրականությունը խորը շերտեր ունի։ Իսկ հետաքրքիր է հենց փոքրիկներից ինչ որ արձագանք ստացել եք, ինչ են ձեզ ասել անձամբ։ Շատ այդ սերը, որ ես ստանում եմ, երբ որ այցելում եմ դպրոցներ կամ գրադարաններ ու հանդիպում եմ երեխաներին, անկրկնելի է եւ անգնահատելի է։ Նախ ինչ որ չգիտեմ ինչպես եմ ես այդ սերը սիրուն արժանացել, հա մի անգամից գալիս են ու գրկում են ու փաթաթվում են ու քեզ սիրում են արդեն։ Որովհետեւ ձեր սրտի գործն է կանում, դա է պատասխանը։ Այո, գնահատանքը դա է, սեր, գրքի նկատմամբ սեր եւ հա
Այ ուր թե մեր ժամանակ էլ օրինակ հեղինակները գային դպրոց Այո. ծանոթանայինք, տեսնեինք մեր ժամանակվա հեղինակները ուղղակի էլ այդ ժամանակ չկային։ Չեն եղել, այո։ Ես այդպեսի մի հատ կատակ ունեմ, Շատ դաժան է։ որ ինձ հարցնում են ինչով ես զբաղվում, ասում եմ երեխաներին շոկ եմ պատճառում, որ ես Հովհաննես Թումանյանը չեմ ու դեռ կենթանի եմ։ Այո։ Գիրք եմ գրել, կարդացել են իրենք եւ իրենց հետ հանդիպելու հնարավորություն ունեք։ Շատ լավ է, որ ձեր ընթերցողների հետ անմիջական կապ կա, բայց նաեւ այսպես ձեր մասնագիտական աճի համար եւ նաեւ ինչու ոչ նաեւ էգոն շոյելու համար կարեւոր են նաեւ փառատոններ, միջազգային մրցույթներ, դրանց վստահաբար մասնակցում եք։ Ինչ հաջողություններ կան եւ ընդհանրապես ինչքանով է ձեր կողքին օրինակ պետությունը կամ այլ կազմակերպություններ, որոնք աջակցեն, որ հայ մանկագիրը օրինակ այս կամ այն երկրում ներկայացնի իր ստեղծագործություն։ Իրականում վերջին տարիներին չեմ մասնակցել, բայց առաջին մրցանակը, որ ստացել եմ, հենց Հայաստանում կազմակերպված մանկական գրքերի մրցույթ էր, որից ստացա առաջին տեղի մրցանակը եւ այն ժամանակվա մեր նախագահի տիկնոջ կողմից մրցանակ։ Հետո ստացա նաեւ Բոլոնիա մեկնելու հնարավորություն, որը ցավոք չստացվեց 2020 թվականի COVID-ի պատճառով։ Եվ գրեցիք երաժիշտ դրես։ Այո։ Էմոցիաներս գրքի մեջ դրեցի։ Այդպես, փառատոններին շատ օգտակար է մասնակցելը որպես ստեղծագործող, որպեսզի տեսնեք թե ինչ է կատարվում դրսում, հա, միայն չմնանք փակ էս մեր շուկայի եւ մեր տարածքի մեջ, շատ ոգևորիչ է եւ շատ օգտակար։ Ես բարբերաբար մասնակցում եմ։ Եվ միջազգային փառատոններից զատ Փարք Աստծո Հայաստանում էլ չէ, այսպես գրքային կյանքը շատ ակտիվ է, Ակտիվ է։ տարեկան մի քանի տարբեր կազմակերպություններ մեծ փառատոններ են կազմակերպում, նաեւ մանկական գրքի փառատոն կա, կարծես թե ամռանն է անցկացվում, որը ինչու ոչ աշխուժացնում է գրական դաշտը։ Այո, շատ մեծ, շատ կարեւոր է, որ արվում է եւ շատ մեծ դեր է խաղում։ Ես ամեն տարի իմ գրքերով եմ մասնակցում, նույնիսկ սկզբի տարիներին նույնիսկ դիզայնն եմ արել փառատոնի ու շատ ուրախ եմ, որ փառատոնը գնալով ավելի մեծանում է։ Եվ հա, Հայաստանում ուրախ եմ, որ գիրքը ընդհանրապես շատ ավելի մեծ տեղ է սկսել զբաղեցնել մարդկանց կյանքում, եւ քանի որ ես նաեւ անում եմ գրքի կազմերի նկարազարդումներ, այսպես ասած բոլոր փառատոններին ուզած թե չուզած ներկա եմ, թե իմ գործով, թե անձամբ։ Եվ հրաշալի է, որ երիտասարդ սերունդը շատ տարված է գրքերով ու շատ են հիմա կարդում։ Գրախանութներում միշտ երիտասարդ սերունդը կա, ներկա է եւ ինչ որ գրքի փնտրտուքների մեջ է, դա իսկապես շատ հաճելի է եւ շատ կարեւոր է։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, ուրախ ենք, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, ձեզ լիքը այսպես նոր ոգեշնչման աղբյուրներ ենք ցանկանում, որոնցից վստահ ենք, որ միմիայն կշահեն մեր երեխաները եւ մանկական գրականությունը Շնորհակալ եմ, շատ հաճելի։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, իսկ մենք շարժվում ենք առաջ, հարգելի ռադիո լսողներ, Հայաստանում արդեն 10:38 րոպե, Սևակը հրաշալի երգ է մեզ համար առանձնացրել։ Լսենք, մեր հյուրին ճանապարհենք եւ վերադառնանք ու շարունակենք, մնացեք մեզ հետ։
Տասնանցե 42 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը սուրճ ու սեր առավոտից մենք շարունակում ենք ձեզ հետ այսպես արդյունավետ օրվա սկիզբը դնել եւ շարունակել Facebook-յան հարթակում ունենք մեկնաբանություններ այսօրվա մեր թեման մանկական գրքերն են եւ Մարինա ինչ են ասում մեր ռադիո լսողները Գայանե Այվազբալյանն է մեզ գրել իմ եւ երեխաներիս մանկությունն անցել է գրքերի ու հեքիաթների մեջ տղաս եւ աղջիկս շատ էին սիրում Հենզելն ու Գրետելը երևի եւ իրոք իրենց էին պատկերացնում նրանց տեղում երեխաներս չէին քնում առանց հեքիաթի կարդացեք եւ սիրեք հեքիաթները չէ որ կյանքն էլ յուրօրինակ հեքիաթ է ասում են ռադիո շատ պոետիկ տողեր են մեր մշտական ռադիոյն կնդրից Համլետ Միքայելյանը գրել է բարև ձեզ հարգելիներս չնայած որ այսօր մի փոքր մռայլ է անպամած որը ես չեմ սիրում անկախ եղանակից լավ օրվա ընթացք բոլորիս այո եղանակը չեն կարող կառավարել բայց մեր տրամադրությունը կարող ենք Գայանե Այվազբալյանը շարունակել է իդեպ ասում է որ առանց չարի հեքիաթ չի լինում քանի որ կյանքում էլ չարը կա եւ դա ուսուցողական է քանի որ երեխան պիտի իմանա չարի գոյությունը եւ որ միայն բարին կարող է հաղթել չարին Եվ նաև մեզ գրել է Լիաննա Ստեփանյանը, Տիկին Ալթունյան, շնորհակալ գործ եք անում, ժամանակ է պետք, որ այսօրվա ձեր ընթերցողները գնահատեն ձեզ, մեր հյուրի հետ կապված էր մեկնաբանությունը, մենք հասկացանք փաստորեն, որ հենց այսօր էլ մեր հյուրը շատ գնահատված է։ Այո, հատկապես փոքրիկների կողմից։ Եվ Մայրանուշ Գրիգորյանը, կեցեք դուք, կեցեն մեր մանուկները, շնորհավոր մանկական գրքի շաբաթի բացման օրը, այսպիսի մեկնաբանություն մեր ռադիոյն կնդրից, այո, ենթադրում եմ թեև փոքր է այդ համայնքը մանկական գրականություն ստեղծողների, մանկագիրների, բայց եւս մեկ անգամ բոլորին շնորհավորում ենք, իսկապես շատ դժվար եւ ծանր գործ եք անում, ոչ միայն այն տեսանկյունից, որ գրում եք երեխաների համար, այլ ստեղծագործում եք այս դարում, երբ բազմաթիվ են այլ ընտրանքները, բայց պետք է չհրաժարվել իհարկե գրքից եւ հնարավորինս երեխաներին բերել դեպի գրականության դաշտ ամենատարբեր մեթոդներով։ Եվ դրա երևի թե առաջին նախապայմանն այն է, որ հենց մենք ինքներս պետք է մոտ լինենք գրքերին, որովհետեւ երեխաները բառացիորեն պատճենում են այն տեսակետը, այն վերաբերմունքը, ինչ որ տեսնում են։ Երեխաները մեր հայելին են, միշտ ասում են եւ բառացիորեն անում են այն ամենը, կրկնում են այն ամենը, ինչը մենք անում ենք եւ դա կարող է լինել վերաբերմունք կյանքի հանդեպ, շրջապատի, հասարակության հանդեպ, այս կամ այն թեմայի հետ կապված երեխաները միշտ նույնն են անում, ինչ որ տեսնում են մեծերից։ Եթե մենք գրքին լինենք մոտ երեխաները եւս կլինեն գրքին մոտ։ Այո, եւ ինչպես նշեց մեր հյուրը, իր ստեղծագործությունները եւ ոչ միայն իր մանկական գրականությունը ոչ միայն մանուկների համար է, եւ կան Մարինա գրքեր, որոնք մասնագետները տարբեր այսպես մասնագիտական վերլուծությունների արդյունքում հասկացել են, որ պետք է եւ անհրաժեշտ է կարդալ նաեւ մեծ տարիքում։ Մեկ օրինակ Ալիսան հրաշքների աշխարհում, որի մասին խոսեցինք, որը քեզ մոտ այդքան էլ այսպես լավ տպավորված չէ։ Դե Թոմ Սոյերի արկածները կարծում եմ արկածային գրականության, չէ, ամենահայտնի գործերից մեկն է, որը ոչ միայն փոքր տարիքում, այլև մեծահասակներին է խորհուրդ տրվում կարդալ։ Անտուան դե Սենտ-Էքզուպերի Փոքրիկ իշխան ամենևին զարմանալի չէ, որ այս թեմայի շուրջ այսքան տվեցինք այս ստեղծագործության անունը։ Վինի Թուխը եւ բոլորը, այո, հաճելի եւ հրաշալի գործ, որը իսկապես կարելի է կարդալ ցանկացած տարիքում։ Անգետիկը լուսնի վրա ռուսական այսպիսի ստեղծագործություն Պիտեր Պեն Վայրի կարապներ Հանս Քրիստիան Անդերսենից, ահա այսպիսի ստեղծագործություն է։ Էքսյուպերից, նաև Մերի Փոփինսը, Պամելա Թրևերսից, Վինի Թուխն ասացիր, Ալեքսանդր Վոլկով Զմրուխտե քաղաքի հրաշագործը առանձնացված է, նաև Պեպպի երկար գուլպան Աստրիդ Լինգրեն։ Այո, կան գրքեր, որոնք ցանկացած տարիքում արդիական են եւ ինչպես մեր հյուրն էլ նշեց, չափազանց կարեւոր է դրանց ընթերցանությունը հենց ֆիզիկապես չէ, արկա գրքից, այլ ոչ թե համակարգչից, հեռախոսից, պլանշետից, որովհետեւ միայն դա է ստեղծում այդ ինտիմ կապը երեխայի ծնողի միջեւ։ Միանշանակ քեզ հետ համաձայն եմ։ Դե գրքային թեմայից մի փոքր անցնենք դեպի աշխարհի այլ նորություններ։ Այս պահին ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ, հատկապես վարորդներին, ովքեր գտնվում են խցանումների, Երևանյան խցանումների մեջ։ Իդեպ ասեմ, դեռ 7 է շարունակում մնալ Մարինա խցանումային նիշը մայրաքաղաքում, բայց արի ու տես, որ հնարավոր է դրանք շրջանցել, չէ՞, օրինակ։ Այո, օրինակ եթե մենք ապրեինք Չինաստանում, մենք կկարողանայինք շրջանցել թռչող տաքսիների
շնորհիվ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն առաջին արտոնագրերն է տվել ուղևորատար թռչող տաքսիներին։ Դրանք տվել են Ehang Holdings եւ Hefei Hey Airlines ավիաընկերություններին։ Սա վերջին փաստաթուղթն էր, որ անհրաժեշտ էր թռչող տաքսիների գործարկման համար։ Սակայն թե երբ այս փոխադրամիջոցները պաշտոնապես կգործարկվեն Չինաստանում, հայտնի չէ։ Պեկինը վերջին ամիսներին մի շարք քայլեր էր ձեռնարկել արագացնելու ցածր բարձրության վրա գտնվող տնտեսության զարգացումը, որը ներառում է տեխնոլոգիաներ, առաքման անօդաչու թռչող սարքերից մինչև թռչող մեքենաներ։ Հետաքրքիր է այդ տաքսիների տարիֆը որքան կլինի։ Արդյոք երևանյան գներ կլինեն, թե մի քիչ ավելի մատչելի։ Երևանյան հատկապես անձրևային գներ։ Անձրևային երևանյան տարիֆ, որովհետև եթե դուք այդ ընթացքում երթևեկում եք տաքսիներով, ուրեմն դուք հարուստ եք։ Այո, եւ մեր գործն էլ մի ինչ որտեղ կբարթանա, նաեւ Մարինա, պետք է օրինակ արդեն ստիպված լինենք նշել ոչ միայն խցանումները գետնի վրա, այլև օդային խցանումների մասին, օրինակ, չգիտեմ, երիտասարդականից դեպի բարեկամություն մետրո թռչող հատվածում օդային խցանում է գրանցվել։ Օդը փակ է։ Այո, ամեն դեպքում Հիմա ասելու են օդ չկա շնչելու, էլի բողոքելու են։ Ամեն դեպքում Չինաստանում շուտով արդեն չեն կարողանա դժգոհել, որ խցանման պատճառով են ուշացել այս կամ այն տեղից։ Գործատուն կարող է ասել օդով գայիշ։ Միարասեվակ։ Պաստորեն 5-րդ էլեմենտ ֆիլմը արդեն դառնում է մեր իրականությունը եւ այն ժամանակ հիշում եք, երբ դիտում էինք, ասում էինք, ոնց հնարավոր է նման բան օդում մեքենաներ երթևեկեն, Պաստորեն 2025 թվական Չինաստան զարմանալի է եղել, որ առանց վարորդի մեքենաներ ու միշտ ինչքան դա կարդացել եմ, ինձ թվացել է, որ դեռ չի գործարկվի, դեռ ֆանտաստիկայի ժանրից է, բայց իսկապես օրինակ Միացյալ Նահանգներում կա, բազմաթիվ են այդ վիդեոները, երբեք չէի վստահի նման ավտոմեքենաների։ Ասում, որ ֆենթեզի ժանրի ֆիլմերը բավականին իրական են եւ այնինչ մենք պատկերացնում ենք փաստորեն իրական է։ Ուղղակի դրա համար պետք է ժամանակ, ինչպես որ ժամանակին չէինք պատկերացնում, որ կարող է լինել մեր ձեռքին սարք, որի միջոցով մենք կարող ենք ոչ միայն խոսել իրար հետ, լսելով, այլև տեսնել իրար։ Ամեն դեպքում այսպես կյանքը զարգանում է, չէ, աշխարհը զարգանում է եւ մեծ զարգացումներ կան նաեւ ֆուտբոլի դաշտում։ Անցնենք մարզական լուրերին, օրինակ Give Me Sport պարբերականը պորտալը թարմացրել է 2025 թվականի ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։ Լիվերպուլի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից դուրս մնալուց հետո կորցրել է իր առաջատարությունը եւ այժմ ով է առաջատարը, բնականաբար, այսպես նոր սերնդի, չէ, Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի Ռեալի հարձակվող Կիլիան Մբապեն, երկրորդ տեղում բրազիլացի հարձակվող Բարսելոնայից Ռաֆինյան է, իսկ Սալահը լավագույն երեակն է այս պահին եզրափակում։ Վարկանիշում 4-րդ տեղում Վինիսիուս Ժունիորն է, Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի Ռեալի հարձակվող, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է կատալոնական Բարսելոնայի 17-ամյա իսպանացի հարձակվող Լամինե Յամալը։ Այո, մենք գիտենք, որ մարզասերները եւ թեկուզ ոչ այնքան մարզասերները ամեն տարի սպասում են, թե ով կարժանանա հայտնի ոսկե գնդակ մրցանակին եւ փաստորեն ինչպես ամենտեղ հիմա աշխարհում չէ, ֆուտբոլային աշխարհում Մբապեն այսպես առաջատարներից մեկն է։ Կար ժամանակ, երբ կամ Մեսսիի անուններ հնչում կամ Ռոնալդոյի, բայց հիմա արդեն քանի տարի է հայտնի էր, որ Մբապեն քիչ-քիչ գալիս է եւ նրանց տեղը զբաղեցնելու է։ Համար այո, դառնում է իսկապես մրցակից։ Քանի խոսում ենք աշխարհից, էլի խոսենք ֆուտբոլի մասին եւ Ինտեր Մայամի մասին, MLS լիգայի ղեկավարությունը արգելել է, այո, Ինտեր Մայամի հարձակվող Լիոնել Մեսսի թիկնապահ Յասին Չեուկոին հանդիպումների ժամանակ վազել խաղադաշտ, ինչպես նշում է աղբյուրը, այս արգելքը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր մարզադաշտում անվտանգություն է գործում եւ լրացուցիչ օգնության կարիք չկա։ Նախկինում Մեսսիի թիկնապահը բազմիցս միջամտել է այն իրավիճակներին, երբ երկրպագուները վազել են խաղադաշտ լուսանկարվելու ֆուտբոլիստի հետ։ Իդեպ Մարինա ասեմ, համացանցում վիդեոներ կան, կայծակնային արագություն ունի այս մարդը, իրական ֆուտբոլիստ կարող է լինել, թե ինչպես արագ է արձագանքում նմանատիպ իրավիճակներին եւ փորձում ամեն կերպ այսպես պաշտպանել Մեսսին, ինչու ոչ դա արդարացված է, դա իր գործն է եւ նա պաշտպանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին եւ բնականաբար Մբապե, Մեսսի, Գանք Ռոնալդոին, Ալ Նասրի հարձակվող Քրիստիանո Ռոնալդոն կարող է վերադառնալ ուր Մադրիդի Ռեալ, Sky Sports-ն է հայտնում
նման հնարավորության մասին եւ նշում, որ 40-ամյա պորտուգալացին դիտարկում է Ալ Նասրի հետ պայմանագիրը չերկարաձգելու հնարավորությունը, որն ի դեպ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Ռոնալդուն ցանկանում է մասնակցել 25 թվականին կայանալիք աշխարհի ակումբային նոր առաջնությանը, որին Սաուդյան ակումբը չի կարող մասնակցել, չի կարող որակավորում ստանալ եւ FIFA-ն աշխարհի ակումբային առաջնության ժամանակ հունիսի 1-ից 10-ը կբացի հատուկ տրանսֆերային պատուհաններ, իսկ Ռոնալդուն հնարավորություն կունենա մեկ մրցաշարի պայմանագիր կնքել իր հարազատ թիմի հետ։ Սպասենք զարգացումները։ Սպասենք, տեսնենք կստացվի թե ոչ եւ տեղափոխվենք Նորվեգիա։ Նորվեգիայում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը ստացել է արտասովոր մրցանակ։ Դյունեի դարպասապահ Յան Դեբուրը ստացել է 4 տուփ ձու որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակ։ Նորվեգական ակումբը առաջնության առաջին տուրում հաղթել է Բոդո Գլիմտին։ Իր նոր ակումբի կազմում իր դեբյուտային հանդիպմանը դարպասապահը 3 սեյվ կատարել է եւ հանդիպման 55-րդ րոպեին հետ մղել 11 մետրանոցը։ Յան Դեբուրը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ եւ տուն է գնացել լավագույն ֆուտբոլիստի մրցանակով 4 տուփ ձու։ Ահա, համացածում շատ կան նման տեսանյութեր ձվի թանկացման հետ կապված, որ եթե հարուստ է մարդը, պայուսակից ինչքան ձու կարող է հանել, ենթադրում եմ այս մրցանակը նաև դրա հետ կապ ունի։ Եվ գանք Հայաստան եւ հպարտանանք մեր այսպես պատանի շախմատիստով Մանվել Արաքելյանին շնորհվել է FIDE-ի վարպետի կոչում, այս մասին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից են հայտնում եւ նշում, որ շնորհավորում են Մանվել Արաքելյանին մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ Մենք եւս շնորհավորում ենք մեր 13-ամյա շախմատիստին այս տարիքում արդեն FIDE-ի վարպետի կոչում ստանալու առթիվ։ Եվ եւս մեկ նորություն՝ Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Միլան, Ինտեր օրվա մյուս հանդիպումները ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում ապրիլի 2-ին կշարունակվեն քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները։ Գավաթային հանդիպումներ տեղի կունենան նաեւ Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայում, Անգլիայի առաջնությունում տեղի կունենան հերթական հանդիպումները եւ այսպես տեղափոխվենք Հայաստանի գավաթ քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպում Վեստ Արմենիա Վան ժամը 16-ին, առաջին խաղը 0-3 էր ավարտվել, Նոա Գանձասար ժամը 18, առաջին խաղը 3-0 էր ավարտվել, Իսպանիայի գավաթ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա 23:30 մեր ժամանակով, Իտալիայի գավաթ կիսաեզրափակիչ առաջին հանդիպում Միլան Ինտեր ժամը 23-ին եւ Գերմանիայի գավաթ կիսաեզրափակիչ Շտուտգարտ Լայպցիգ 22:45-ին։ Մարզասերների համար բավականին հետաքրքիր իրադարձություններ են խառը։ սպասվում, մեզ համար խառը, բայց ամեն դեպքում փորձում ենք դրանց անդրադառնալ ամեն եթերաժամի ավարտին եւ ձեզ խորհուրդ տալիս օրը շարունակել անցկացնել հանրային ռադիոյի հետ յուրաքանչյուր ժամագլխի ռադիոլուրի մեր գործընկերները թարմ օպերատիվ եւ ճշտված տեղեկատվություն են հաղորդում, իսկ մեր գործընկերները տարատեսակ, բազմաժանր, բազմատեսակ ու հետաքրքիր հաղորդումներ ներկայացնում ձեզ։ Ձեզ շնորհակալ ենք ուշադրության համար, շնորհակալ ենք նաև մեկնաբանությունների համար, որոնք գրել եք Facebook-ում, հաճելի է ամեն առավոտ միանալ եւ տեսնել, որ մենք մենակ չենք, դուք մեզ հետ եք։ Մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Հաջողություն։ Հազարում մի պատճառ Եղանակը լավն է կանչիր ինձ քայլելու Ժամանակը նավն է հեռու է տանելու Ով գիշեր է սիրտս գժվել է Առավոտը նա ինձ մոտ է գալու Ջուրեղին շուրթերիտ սիրտդ հովանա Հուրեղնին աչքերիտ լույսը
Սուրճ ու սեր առավոտից։